Բարի երեկո, Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մեր հեռուստադիտողի համար շարունակում ենք ներկայացնել օրվա ամենակարևորն ու հրատապը։ Ռուսաստանի դպրոցներից մեկում հայ աշակերտը դանակահարել է իր հայրենակցին։ Միջադեպը տեղի ունեցել նախօրեին։ Մերձ Մոսկովյան Դրուժբա գյուղում թիվ 11 դպրոցում ականատեսների խոսքով դպրոցական կոնֆլիկտը վերածվել է դաժան հարձակման։ Տղան ի վերջո դանակահարվել է եւ նրան շտապօգնության մեքենայով տարել են։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Что? Там спамер, да? Эй, ты ебаный. Հայաստանում ձերբակալվել է գործարար Ռուբեն Թաթուլյանը։ Ռոբսոնը, նույն ինքը Թաթուլյանը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել։ Հաղորդվում է, որ նա ունի Հայաստանի քաղաքացիություն։ Նշենք, Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության եւ հանցավոր խմբավորում ձևավորելու համար։ Նա դատապարտվել է կալանքի հեռակա կարգով։ 2023 թվականի սեպտեմբերին Սոչիում խուզարկություններ էին անցկացվել խոշոր առևտրի կենտրոնների եւ բնակելի համալիրների շինարարության մեջ խարդախության կասկածանքով։ Ռուսական դատարանը նախկինում նրան հեռակա ձերբակալելու որոշում էր կայացրել։ Սոչիի նախկին նայողի միլիարդավոր դոլարների հասնող կարողությունը արդեն գտնվում է դաշնային գույքի կառավարման գործակալության վերահսկողության տակ։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ քաղաքական պատճառներով Հայաստանը ցանկանում է ազատվել Մոսկվայից, օգնելով Կիևին Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով։ Սակայն ինչպես ընդգծում է Երևանը, դա սկզբունքի հարց է, բարեկամություն է, փողը փող։ Բրյուսելից խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավելցուկային արժեքը։ Եվրամիությունը դեռևս քննարկում է, թե արդյոք վճարի դրա համար, քանի որ դա պետք է արվի մշտական հիմունքներով, իսկ Բելգիան դեռևս թույլ չի տալիս գումարը հանել սառեցված ռուսական ակտիվներից։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին եւ Թուրքիայի ու Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան սահմանային անցակետին։ Թուրք նախարարը մասնավորապես նշել է, որ Զանգեզուրի միջանցքի ու Ալիջան սահմանային անցակետի նախագծերը կվերահսկողանեն Թուրքիայի դերը տարածաշրջանային առևտրի ցանցում։ Ըստ նրա, Զանգեզուրի միջանցքը կստեղծի նոր առևտրային գիծ Ասիայից դեպի Եվրոպա ուղղակիորեն կապելով Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այն կկրճատի հեռավորությունները, կնվազեցնի ծախսերը եւ կամրապնդի Թուրքիայի տարածաշրջանային առևտրային հզորությունը, հայտարարել է թուրք նախարարը։ Անդրադառնալով սահմանային անցակետին, նա նշել է, թե այդ անցակետի համար սկսվել է նախապատրաստական աշխատանքներ։ Մասնավորապես նշել է, որ որոշակի ծրագրեր են կազմվել, այդ թվում Ալիջան սահմանային դարպասի մոտ գտնվող կամրջի ներկայիս վիճակի գնահատման եւ նորի կառուցման վերաբերյալ։ Ավարտին ենք հասցրել մեր ծրագրերը, այդ թվում կամրջի ներկայիս վիճակի գնահատումն ու վերականգնումը։ Մենք արագորեն առաջ ենք շարժվում Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին կոնսենսուսի գործընթացի ուղղությամբ։ Երբ ավարտվի խաղաղության գործընթացը, անցակետը կբացվի, հայտարարել են Թուրքիայից։ Այստեղ լուրջ կարգավորման գործընթաց է ընթանում, հատկապես Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ եւ ռիսկեր է ձեռնարկում։ Մենք ուշադիր հետևում ենք գործընթացին, հայտարարել են Թուրքիայից։ Նրանց ձևակերպմամբ նման զարգացումը կբարձրացնի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի արդյունավետությունը եւ Չինաստանից Մեծ Բրիտանիա տանող առևտրային ուղին կդարձնի ավելի արդյունավետ։ Նաեւ հավելել են, որ Կարսի գիծը կձևավորի ոչ միայն Թուրքիայի, այլև Հարավային Կովկասի եւ Եվրասիայի ապագան։ Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան։ Յազլովեց գյուղում հետազոտողները պատահաբար գտել են 1611 թվականին կառուցված հայկական ջրհոր։ Կառույցի մեծ մասը գտնվում է գետնի տակ։ Արտաքինից սովորական քարե շարվածքով աղբյուրի տակ հայ արհեստավորների կողմից 17-րդ դարում ստեղծված բարդ հիդրավլիկ կառուցվածք է հայտնաբերվել։ Հզոր աղբյուրից ջուրը նախ հոսում է ստորգետնյա ջրամբար, ապա նոր միայն դուրս է գալիս։ Աղբյուրի պատի վրա մնացել է փորագրված քարե սալ լատիներեն եւ հայերեն արձանագրություններով, որտեղ ասվում է. հայ Հակոբը սա կառուցել է 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչն ու կառուցված աղբյուրը Հակոբի եւ նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Աբրահամը քարագործ վարպետը կատարեց իր գործը նվիրվածությամբ։ Սալի վերին մասում պատկերված է թևերը տարածած արծիվ, որի տակ խաչ է բարդ ծաղկային նախշերով։ Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ արհեստավորները փորագրված զարդանախշեր են ստեղծել նաեւ տեղի եկեղեցու եւ հին ամրոցի դարպասների համար։ 28 տարի առաջ 1997 թվականի այսօրը Գարեգին Ա. Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծվեց հոգեվոր ծառայության ինստիտուտը։ Համաձայն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ստորագրված հուշագրի հստակեցվեցին բանակի հոգեվոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները։ Սկզբնական շրջանում բանակի հոգեվոր առաջնորդություն ձևավորվեց հայոց զինված ուժերի սահմանապահ զորքերում եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում, որը բավականին կարճ ժամանակահատվածում իր բարերար ազդեցություն ունեցավ անձնակազմի բարոյահոգեբանական ու ռազմահայրենասիրական դաստիարակության վրա։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել Փակ TV-ի YouTube ալիքին ամենակարևորն ու ցնցողը բաց չթողնելու համար։